Բարև ձեզ։ Բավականին ժամանակ է, ինչ նմանատիպ ֆորմատով չեմ զրուցել ձեզ հետ։ Որոշեցի մի կարճ վիդեո անել և զրուցել ձեր հետ։ Վերջին ժամանակներս բավականին հետաքրքիր ու զբաղված ստացվեց կյանքս։ Մոտ 10 օր առաջ ծնունդիս նախօրեին իմ և իմ ընկերների մասնակցությամբ մի շատ հետաքրքիր տրեյնինգ ծրագիր արեցինք Լոս Անջելես քաղաքում, ինքնաճանաչման, ինքնակերտման, ինքնահզորացման ծրագիր, իհարկե հայերեն լեզվով։ Ժամանակը հատուկ էի ընտրել հենց ծնունդիս նախօրեին, որովհետև ունեի երազանք բավականին երկար ժամանակ ու երբ որ հնարավորություն ստացավ այդ երազանքը իրականացնել, քանի որ մոտավորապես իմ ծնունդի ամիսն էր ընկնում այդ ժամանակահատվածը, որոշեցի հենց օրը ընտրեմ այնպես, որ ոնց որ ինձ նախորդի իմ տարեդարձին, ոնց որ ինչ-որ մի յուրովի տարեդարձի նվեր, ինքս ինձ, իհարկե նաև իմ ընկերների կողմից։ Շատ հետաքրքիր ստացվեց, կարելի ասել անգամ իմ սպասածից էլ ավելի լավ ստացվեց, ունեցանք բազմաթիվ այդ բրեյքթրուներ ասած, բրեյքթրուներ, երբ որ այս նմանատիպ ծրագրերի մասնակիցները այդ ունենում են ճեղքումներ, այսինքն ինչ-որ միտեղ, որտեղ որ ունենում են բլոկեր, ծրագրերի ընթացքում կարողանում են այդ ճեղքումներ դրսևորեն և մեծ փոփոխություններ կատարել իրենց հետագա կյանքում։ Մի խոսքով, արձագանքները շատ դրական էր, մեր կարծիքները դրական էր և արդեն հիմա վստահորեն կարելի է ասել, որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ, ծրագիրը միանշանակ կբերենք Հայաստան, ծրագիրը կփորձենք տարածել աշխարհի այն բոլոր հատվածներում, որտեղ որ ունենք հայ համայնք, որովհետև ծրագրի արժեքը մենք ինքներս տեսնում ենք, կարևորությունը, հասկանում ենք, թե ինչքան կարևոր է նմանատիպ մի բան ունենալ մեր հայերեն լեզվով։ Ծրագրին միանգամից հաջորդեց իմ տարեդարձը, ունեցա շատ հզոր էմոցիաներով լի տարեդարձ, որի համար իհարկե շնորհակալ եմ իմ հետևորդներին, ձեզ, ունեցա բազմաթիվ շնորհավորական հաղորդագրություններ, փորձեցի բոլորին առանձին պատասխանել, բայց ուղղակի ժամանակը թույլ չտվեց, այնպես որ ում չեմ կարողացել առանձին պատասխանել, ինձ կներեք, բայց բոլորից հետ ես անչափ գոհ ու շնորհակալ եմ, որ չեք զլացել և շնորհավորել եք իմ տարեդարձը։ Ուրեմն այս ծրագրի, ինչպես նաև այս տարեդարձիս փոխանցած էներգիան, որպեսզի չվատնվի, որոշեցի ինչ-որ նոր բաներ սկսել, սենց ասեմ, ուրեմն տարին հունվարի 1-ին 2026 թվականին սկսեցի բավականին ուժեղ ու պլանավորեցի իմ անելիքը հունվարի 1-ից մինչև տարեդարձս, այսինքն ամենը 3 ամսվա ծրագրեր ունեի, ինձ զրկեցի իմ ինչ-որ կախվածություններից, թուլություններից, այն տիպի բաներից, որոնք որ ինձ խանգարում են, դրսևորեցի շատ բարձր մակարդակի զսպվածություն և դիսցիպլինա, սկսեցի կարդալ, լսել գրքեր, սկսեցի ֆիզիկապես հաճախել ոնց որ մարզասրահ էլ ավելի հաճախ, քայլել, պրոդակտիվությունս բարձրացրեցի, մի խոսքով բավականին դրական սկսեցի տարիս և ոնց որ պլանավորել էի, ամեն ինչ կարելի է ասել արեցի ու իհարկե այս պլանավորածս ոնց որ եկավ, վերջացավ իմ տարեդարձով ու մոտավորապես մեկ շաբաթ ինձ հանգիստ տվեցի, այս ճանապարհորդեցինք ընտանիքով մի քիչ ոնց որ այդ ուտելիքի պահով ինձ հանգիստ տվեցի, տենց մարզասրահ չհաճախեցի այս մեկ շաբաթվա ընթացքում, ճիշտն ասած կարիք ունեի այդ ամեն ինչի, որովհետև այդ 3-օրյա ծրագիրը, որ արել էինք, օրը 12 ժամ, ուրբաթ-շաբաթ կիրակի, կարելի է ասել սենց բավականին սպառել էր և շատ հետաքրքիր ձևով ոնց որ հաջորդեց տարեդարձս, որից հետո ես կարողացա այդ մեկ շաբաթը ինձ նվիրել ու հանգստանալ ու հիմա
փորձում եմ սկսեմ նոր ցիկլ, ոնց որ էլ ավելի բարձր ստանդարտներով, հա, էլ ավելի բարձր սպասելիքներով, որովհետև արդեն այս 3 ամսվանը ցույց տվեցի ինքս ինձ, որ կարող եմ անել ու հիմա արդեն պետք է ոնց որ այդ նշաձողը բարձրացնեմ, որպեսզի էլի հետաքրքիր լինի։ Իմ առաջվա տեսահոլովակներից կարծում եմ տեսած կլինեք, որ որոշեցի պարապել մարաթոն վազելու համար, ունեմ մոտավորապես 11 ամիս ժամանակ, որպեսզի 27 թվականի մարտի 7-ի Լոս Անջելեսի մարաթոնին փորձեմ վազել։ Կարելի է ասել, այդ մարաթոնի պարապելու սկիզբը հենց դրվում է վաղվանից, ուրեմն 5 օր ունենք մինչև մեր հայկական զատիկի վերջը ու արդեն նախորդ որոշել եմ, որ այդ վերջի 5 օրը պահելու եմ ծոմ։ Այսինքն արդեն ծոմը սկսել է ու 120 ժամանոց ծոմ եմ պահում։ Այս ընթացքում ուզում եմ սկսեմ բազմաթիվ հետաքրքիր նոր ինչ-որ պրոյեկտներ, քանի որ ամեն անգամ այդ ծով պահելու ժամանակ այն կարգի բարձրանում է իմ այդ կարգապահությունը, այդ կամքի ուժը, կենտրոնացությունը, այդ ֆոկուսը ասածը, որ ինչքան այտենց հետաքրքիր կարևոր պրոյեկտներ կա, հենց այդ ծոմի ընթացքում եմ սկսում։ Ուրեմն պրոյեկտներից մեկը արդեն ասեցի, սկսելու եմ պարապել այդ մարաթոնին վազելու համար։ Մի հատ ուրիշ հետաքրքիր պրոյեկտ եմ սկսում։ Ուրեմն այս գրքերը, որ կարդում էի այս տարվա ընթացքում, իմիջիայլոց մոտ 16 գիրք եմ արդեն վերջացրել, որ իմ համար շատ բարձր ցուցանիշ էր, վերջի անգամ չեմ էլ հիշում, երբ եմ կարողացել սկզբից մինչև վերջ գիրք վերջացնել, որովհետև սովորաբար ձանձրանում ու կիսատ էի թողնում, այնպես որ 16 գիրք 3 ամսում բավականին բարձր ցուցանիշ էր իմ համար ու անպայման շարունակելու եմ։ Ուրեմն այս վերջի գրքերից մեկը, որ նոր վերջացրեցի, կոչվում է Why We Get Sick, այսինքն ինչու ենք մենք հիվանդանում։ Այնքան հետաքրքիր գիրք ստացվեց, իմիջիայլոց բոլորիդ խորհուրդ եմ տալի, եթե հնարավորության դեպքում կարդացեք կամ այդ աուդիո տարբերակը լսեք։ Շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր ձևով գրքի հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես մեր կարելի է ասել առողջական ու ֆիզիկական խնդիրների 90 եւ պլյուս տոկոսը գալիս է հենց այդ ինսուլինի դիմադրողականությունից, հա, ինսուլին resistance ասածից, այսինքն քանի որ այս մեր 21-րդ դարյա հատկապես արևմտյան դիետան օրվա մեջ ասենք շարունակական ուտելիքի կամ կալորիայի ընդունումը պարունակում, այսինքն օրվա ընթացքում մենք երբ արթուն ենք, մեր այդ ինսուլինի պաշարը մեր մարմնում բարձր է։ Դրա հետևանքով մարմինը սկսում է ձևավորել արդեն ինսուլինի դիմադրողականություն, որն էլ իհարկե հետագայում արդեն հանգեցնում է դիաբետ ասածին, իսկ մինչև դիաբետ ասածն էլի բազմակի այն քաշի ավելացումից սկսած ինքնազգացողության ոնց որ վատարացում, բազմաթիվ տարբեր տեսակի հիվանդությունների ոնց որ այդ նախաբանն է, ոնց որ այդ ինսուլինի դիմադրողականության բարձրացումը։ Մինչև անգամ իմ համար շատ բաներ, մեծ նորություն էր, որ անգամ այդ Ալզհայմերը կամ այդ դիմենշիան, այսինքն հիշողության կորուստը շատ մեծ կապ ունի այդ կյանքի ընթացքում ինսուլինի այդ դիմադրողականության բարձր լինելու հետ կապված։ Մի խոսքով, շատ sense կարճ, մի քիչ որ ձեզ չձանձրացնեմ, գիրքը ինչ էր ցույց տալի, որ եթե քո ինսուլինի դիմադրողականությունը բարձր է, այսինքն քո առօրյայում օգտագործած ինսուլինի պաշարը մարմնում բարձր է, արդեն այն մարմնի այն հատվածները, որոնք որ ինսուլինի հետ կապ ունեն, արդեն դիմադրողականություն են ձեռք բերում ու դրա համար ոնց որ գնալով պետք է ինսուլինի արտադրանքը ավելանա ու դերից էլ արդեն քանի որ դրա պատճառով էլ ենթաստամոքսային գեղձը ոնց որ ծանրաբեռնված է աշխատում, հետագայում էլ արդեն այդ ենթաստամոքսային գեղձի խնդիրները առաջանում, որն էլ որ էլի ոնց որ արդեն թվարկեցինք տանում հասցնում է մեզ այդ pre-diabetic, հա, մինչև նախադիաբետիկ կամ դիաբետիկ վիճակներին։ Ուրեմն այդ գրքից որոշեցի, որ մի նոր պրոյեկտ սկսեմ, հա, ոնց որ եկավ մտքեր ինձ մոտ, բացում եմ նոր էջ, կոչվելու է առողջ ապրելու արվեստ, ոնց որ մի քիչ առանձնացնենք այն ամեն ինչը, ինչ որ արվում է այս մեր ապրելու արվեստ էջում,
Այն ինչ որ առողջության հետ կլինի, օրինակ նույն ծոմը, նույն այս մարաթոնի հետ կապված, ասենք, այսի մեզ պարապելու ընթացքը, սննդակարգս, այդ ամեն ինչը ոնց որ կառանձնացնենք հենց այդ առողջ ապրելու արվեստ էջում կթողնենք, իսկ այդ մնացած արդեն այդ փիլիսոփայական ու մնացած ամեն ինչը կմնա էլի ապրելու արվեստում։ Ուրեմն այդ ընթացքում ինչ եմ անելու, ուրեմն գնացի այսպես մի բան, ինձ թվում է շատերդ արդեն ծանոթ կլինեք, թե ինչ է իրանից ներկայացնում, սա սովորաբար օգտագործում են հենց այդ դիաբետ ունեցողները, իհարկե պարտադիր չի որ հենց դիաբետ ունեցողը լինի, ես զրուցեցի բժշկիս հետ ու բժիշկս ասաց, որ լրիվ նորմալ է ու բավականին հաճախ է լինում, որ ոչ դիաբետ ունեցող մարդիկ նույնպես օգտվում են սրանից։ Սա ուրեմն ինչ է, այս որ ես թեւի այս հատվածում կպնում է, ու միացնում եք հեռախոսին ու օրվա տարբեր ընթացքում դուք կարողանում եք տեսնել ձեր ոնց որ այդ ինսուլինի չափը, իրականում ինսուլինի չէ, գլյուկոզայի, գլյուկոզան էլ իհարկե ուղիղ հարաբերական է ինսուլինի, էլի կախված թե ձեր գլյուկոզան ինչքան բարձր է, ըստ դրա արդեն հասկանում եք, էլի ձեր ինսուլինը ինչ վիճակում է գտնվում։ Մի խոսքով, ինչ եմ ուզում անեմ, հա, ուզում եմ մի հետաքրքիր պրոյեկտ սկսեմ ու իմ օրվա ընթացքում չափը նկարեմ, հա, ցույց տամ թե այս գործիքը ինչ տվյալներ է ցույց տալի, ուրեմն առավոտյան կամ ասենք օրվա ընթացքում երեկոյան ինչ որ սնունդ ընդունելուց առաջ, հա, մարզասրահ գնալուց առաջ կամ մարզասրահի ընթացքում կամ դրանից հետո ուզում եմ միասին ժողովուրդ ջան կրթենք, հա, մեզ, ոնց որ այդ ինքնակրթությամբ զբաղվենք, հասկանանք, տեսնենք ոնց անենք, ոնց որ գրքի անունն էր, հա, մեզ հիշում, ոնց անենք, որ չհիվանդանանք, այսինքն գրքի անունը why we get sick, ինչու ենք մենք հիվանդանում, եթե մենք հասկանանք ինչու ենք մենք հիվանդանում, արդեն կանենք քայլեր, որպեսզի չհիվանդանանք, չէ՞։ Չգիտեմ, թե այս տարիքիս հետ է կապված, թե ինչ, որովհետև ինձ այդ ֆիզիկական առողջությունը այդքան չի անհանգստացել մինչև այս վերջերս ու հիմա այնպես բավականին այտենց հետաքրքիր է այդ ամեն ինչը ինձ, հա, ուսումնասիրում եմ ինքսին վրա աշխատում եմ ու որոշեցի, որ ինչի՞ չէ, օգտվեմ ոնց որ առիթից ու կիսվեմ ձեր հետ այդ ամեն ինչով, վստահ եմ կլինեն հաստատ ոնց որ օգտակար բաներ, որոնք որ կլինեն նոր ձեր համար կամ եթե նոր չէ, ապա հիշեցման կարգով կհիշեք եւ հուսով եմ կողքեշնչվեք եւ կանեք ինչ-որ քայլեր, որ լինեք ավելի առողջ, լինեք ավելի ոնց որ առողջության իմաստը ո՞րն է, առողջության իմաստը իմ համար ոչ թե երկար ապրելն է, այլ շատ ապրելն է, այսինքն ինչքան որ ապրում ենք, ապրենք առողջ, չէ, ապրենք առույգ, ապրենք ոնց որ այդ էներգիայով կյանքով լի։ Եկեք միասին բան անենք, էլի մի հետաքրքիր ոնց որ պրոյեկտ սարքենք ու այդ մեզանից եկածածը անենք, որ լինենք ավելի առողջ ու լինենք ավելի ոնց որ էներգիայով լի ու ավելի հետաքրքիր ապրենք մեր կյանքը։ Լավ, այդքան է այսօր, անպայման կտեղեկացնեմ ձեզ այդ նոր էջի մասին ու արդեն կսկսեմ հնարավորին սահմանով հնարավորին չափ հաճախակի տեղադրել վիդեոներ ձեր համար։ Հաջողություն։